Ողջույն բոլորին, ես Անահիտ Տիգրանյանն եմ եւ այսօր կներկայացնեմ մեր գերդաստան ընտանեկան նախագծի շրջանակներում կատարած իմ աշխատանքը իմ քանդակագործ մեծ պապի մասին։ Ես այսօր ուզում եմ պատմել գյումրեցի քանդակագործ Վալոդիա Մարդոյանի մասին, ով ծնվել է 1932 թվականին, ով իմ մեծ պապն է, տատիկիս հայրը։ Տատիկս պատմում է, որ նախկինում քանդակագործների գործը ավելի բարդ է եղել, քան հիմա։ Քանի որ նրանք աշխատել են ձեռքի զուպիլով, մուրճով եւ յուրաքանչյուր քանդակի մեջ դրել են հոգի, սիրտ եւ արյուն ներկայ։ Իմ մեծ պապը իր առաջին կիսանդրին քանդակել է իր կնոջ եւ իր մոր Վարդուժ Համբարյանի եւ Ուլիանա Տոկարևայի մասին։ 1960-ական թվականներին սկսել է իր առաջին քայլերը դեպի քանդակագործություն։ Նա 3 տասնյակի չափ խաչքար է ստեղծել, եւ Շիրակի մարզում գրեթե չկա այդպիսի մի բանկ կամ սրբավայր, որի մեծ պապը խաչքար նվիրած չլինի։ Նաեւ մեծ պարտությամբ կարող եմ ասել, որ նա մեծ ներդրում է ունեցել Գյումրիում գտնվող Շարլ Ազնավուրի արձանի, պատվանդանի եւ կամարի աշխատանքների ստեղծման մեջ գործում։ Մայր Հայաստան արձանի ներքևում գտնվող նախշերը նույնպես նա է արել։ Նկարակ տեսնենք ներքևում, այստեղ կարող եմ ցույց տալ։ Խնդրեմ, այս հատվածները ինքն է արել։ Եվ իմ մեծ պապը ունեցել է 7 երեխա եւ իրենց 7 երեխաների համար պատրաստել է խաչքարեր եւ տեղադրել է տարբեր սրբավայրերում։ Եվ երբ այդ աշխատանքը իր համար նպատակ էր թվում, նա միշտ ասում էր, քանի երեխա ունիմ, այդքան խաչքար կսարքեմ։ Եվ նա շատ յուրահատուկ գյումրեցի է եղել եւ իր սերը ցույց է տվել նվիրաբերելով խաչքարեր, քանդակներ իր քաղաքին։ Այդ թվականներին ամենահայտնի քանդակագործներից է եղել։ Տատիկս պատմում է, որ միշտ տանը իր ընկերոջ հետ նստել է եւ սկսել է քանդակել։ Եվ ահա ես ուզում եմ, որ յուրաքանչյուրը կարդաք Վալոդիա Մարդոյանի մասին եւ իմանաք, թե ով է եղել նա։ Ես հպարտանում եմ, որ ունեցել եմ այդպիսի մեծ պապ։ Վալոդիա Մարդոյանը մահացել է 2002 թվականի հունիսի 29-ին։ Այսքանը։